Բարև ձեզ, եթերում դիսկուրսն է, հիշեցնեմ, որ մեր ծրագիրն իրականացնում ենք բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի ֆինանսական աջակցությամբ։ Այսօրվա մեր ծրագրում կխոսենք Ռուսաստանի Դաշնության իրականացրած հայրենակիցներ ծրագրի մասին։ Ծրագիրն իրականացվում է ԱՊՀ տարածքում, այդ թվում նաև Հայաստանում, եւ վերջին շրջանում այն դարձել է Հայաստանում հասարակական քաղաքական միջավայրի քննարկման առարկա։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Հայաստանի վարչապետը դեմ արտահայտվեց ծրագրին, հայտարարելով, որ այդ ֆորմատով ծրագիրը Հայաստանին չի գոհացնում։ Ռուսաստանը դրան հակադարձեց բավական կոշտ կերպով, հայտարարելով, որ Հայաստանից արտագաղթի պատճառները ոչ թե Ռուսաստանի իրականացրած ծրագիրն է, այլ մեր երկրում առկա ներքին խնդիրները։ Թե լավ լինի, այստեղ աշխատանք լինի եւ ժողովրդի վիճակը լավ լինի, ոչ մեկն չի գնում։ Երկրի վիճակը բարելավի, որ արտագաղթել դաշնային գործարանները բացի աշխատանքային տեղ ստեղծեն, որ այդ բանը վերանա, չէ ուրիշ պատճառ չի։ Երևի աշխատատեղ է պետք է բացել միանշանակ։ Աշխատանքի հարցն է միակ երևի, որ ժողովուրդը դուրս է գնում։ Հայրենասեր լինեն, ուրիշ ոչ մի։ Հայրենակիցներ ծրագրի մասին մենք այսօր կխոսենք իմ հյուրերի տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանի եւ ռազմավարական քաղաքականության ակումբի անդամ Արթուր Ավտանդիլյանի հետ։ Մինչ այդ ես տեղեկացնեմ, որ հայրենակիցներ ծրագիրը մի ծրագիր է, որի միջոցով Հայաստանի քաղաքացիները կարողանում են դյուրացված կարգով ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն եւ ոչ միայն իրենք, այլ նաեւ ընտանիքները, նաեւ հարազատները տեղափոխվել Ռուսաստան, աշխատանք ստանալ, բնակության վայր ունենալ եւ փաստացի այդպիսով ինչ որ չափով նաև այդ ծրագրի միջոցով դատարկվում է Հայաստանը։ Պարոնեք, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Տիգրան, առաջին հարցս ուղղում եմ քեզ։ Մեր ռազմավարական դաշնակից գործընկերը փաստացի դատարկում է Հայաստան, այսինքն նպաստում է Հայաստանից մարդկանց հեռանալուն, հատկապես լավ իմանալով, կարծում եմ իմանալով, որ մենք ունենք ժողովրդագրական լուրջ խնդիրներ եւ ոչ միայն չի փորձում Հայաստանի հետ գտնել ինչ-որ եզրեր, ինչ-որ համաձայնության տարբերակներ, այլ հայտարարում է, որ ես շարունակելու եմ անկախ նրանից դուք դեմ եք թե ոչ։ Ձեր կարծիքով սա նորմալ է ռազմավարական գործընկերոջ համար հատկապես։ Ճիշտ ասած, հարցը եկեք տենց չբարձրացնենք ռազմավարական գործընկեր եւ այլն, խնդիր կա, մարդիկ արտագաղթում են այսպես թե այնպես, եթե տեսնենք հայրենակիցներով ինչքան մարդ է արտագաղթել, 4 տարում 10,000 մարդ ընդամենը։ Այսինքն անհամեմատելի թիվ է, համեմատած ինչքան մարդ է Հայաստանից մեկնում ԱՄՆ, Եվրոպա եւ նույն Ռուսաստան այլ ծրագրերով կամ բարեկամներով կամ ընտանիքներով։ Ընդհանրապես ես դեմ եմ յուրաքանչյուր արտագաղթի դրսևորմանը, բայց խնդիրը պետք է ման գալ ոչ թե Ռուսաստանի գայթակղելու կամ Ամերիկայի գայթակղելու, այլ ներքին պայմանների հետ կապված, որ մարդիկ թողում գնում են։ Այս հայրենակիցներ ծրագիրը իմ կարծիքով ուղղակի նպատակ է ավելի ուղղորդել այդ հոսքերը, որոնք սենց թե նենց Հայաստանից դուրս են գնում Ռուսաստան եւ արդեն այստեղ աշխատում են Ռուսաստանի շահերը, որ ինքը ուզում են վերաբնակեցնել որոշակի տարածաշրջաններ կամ լրացնել այն բացերը, որ ինքը ունի, նաեւ հայերի միջոցով։ Այսինքն շահերը աշխատում են ի վնաս ռազմավարական գործընկեր պետության։ Պրոբլեմ կա Հայաստանից տարեկան ենթադրեն գնում է 50,000 մարդ, որից 20-30,000 գնում է Ռուսաստան։ Հիմնականում իրանք գնում են Մոսկվա, Կրասնոդար, մեծ քաղաքներ են գնում։ Ռուսական կառավարությունը իմ հասկանալու ինքը փորձում է ուղղակի ուղղորդել այդ հոսքերը ԱՊՀ-ի տարածքներից երկրներից եւ փորձում է արդեն իր բացերը լրացնի։ Սենց տնից հոսքը կա եւ Ռուսաստանը չի խթանում այդ հոսքերը, ինքը ուղղակի իմ կարծիքով ուղղորդում է դա։ Ամեն դեպքում իմ կարծիքով է առիթից օգտվում է առիթից, ոնց որ ընդհանրենք Ամերիկան ինչ որ ծրագրեր ունի։ Բայց Ամերիկան մեր ռազմավարական դաշնակիցը չի, ամբողջ խնդիրը նաև էստեղ է, բայց մեր անվտանգությունը ստանձնած անվտանգության հարցում պարտականություններ ստանձնած երկիրը նպաստում է, օգտվում է առիթից, որ մեր երկրից մարդիկ ուզում են հեռանալ։ Ռուսաստանի խնդիրն է, իմ կարծիքով ես էլ եմ ասում որպես հայ մարդ ես ընդհանրենք շատ դեմ եմ ընդհանրապես արտագաղթի երևույթին եւ այն բոլոր խթաններին, որոնք ստիպում են մարդկանց թողել եւ գնալ Հայաստանը։ Դա ներքին տնտեսական իրավիճակն է, դա ներքին քաղաքական իրավիճակն է, կամ դա ինչ որ արտաքին խնդիրներն են, որ մարդը հասկանալով, որ ինքը կարող է որպես մասնագետ աճի նույն Ռուսաստանում կամ Ամերիկայում կամ
ուղղակի դրդված լինելը, որ նույն գործի համար ինքը կարող է ավելի շատ վաստակել Ռուսաստանում, ինքը թողում գնում է, պետք է այդ խնդիրները լուծել։ Պիտակավորել Ռուսաստանը այս պարագայում իմ կարծիքով այդքան էլ ճիշտ չի, նամանավանդ այն մարդու կողմից, որը ինքն էլ դեմ չէր արտագաղթին Հայաստանից։ Արթուր, արդյոք իսկապես խնդիրը Հայաստանինն է եւ ոչ թե հայ-ռուսական հարաբերության դաշտում, որ պետք է այստեղ խնդիրները լուծվեն, որսի մարդիկ չցանկանան գնալ Հայաստանից եւ այդ դեպքում ոչ մի պետություն էլ չի կարող ոչ մի ծրագրով մարդ տանել այստեղից։ Բնական նախ սկսեմ համաձայնվելով, հա, խոսք սկսեմ համաձայնվելով, այո, սովորաբար արտագաղթը, հատկապես լայնամասշտաբ արտագաղթը ունենում է ներքին պատճառներ, ներքին հիմքեր։ Այո, Ռուսաստան արտագաղթածների ընդհանուր թվի մեջ ոչ կարող են ոչ այդքան նշանակալի թիվ կազմել կոնկրետ հայրենակիցներ ծրագրով արտագաղթածները, բայց այդքանով իմ համաձայնությունների պաշարը սպառվում է, հա, որովհետև կան մի շարք էական այլ նրբերանգներ։ Ամենաէական իմ համար այն է, որ սա կատարվում է պետական մակարդակով։ Այսինքն սա մենք գործ ունենք Ռուսաստանի պետական նպատակաուղղված քաղաքականության հետ։ Արդեն իսկ այստեղ թվերը, այսինքն քանակական մեծությունները մեծ հաշվով էական չեն։ Երկրորդը ի տարբերություն մնացած ներգաղթողների, հա, այստեղ միանգամից քեզ առաջարկվում է քաղաքացիության կորուստ։ Այսինքն դու պետք է 10 քո քաղաքացիություն ստանալու համար այն բոնուսները, հա, որոնք որ քեզ առաջարկվում են։ Ու մեծ հաշվով ես խնդրում եմ մի էական տարբերություն ֆիքսենք։ Շատ մեծ տարբերություն կա Մոսկվա ենթադրենք, հա, արտագաղթող հիմնական ժամանակավոր, թեև կարող է լինել նաև ոչ ժամանակավոր ՀՀ քաղաքացու եւ, չգիտեմ, հա, Ուրալից են կողմ, հա, ճիշտ եմ ասում, մոտ այդ կողմերն են, չէ՞ գնում։ Ուրալից են կողմ արտագաղթող արդեն փաստացի Ռուսաստանի քաղաքացու մեջ։ Առաջինը գնում է կոնկրետ Մոսկվա իր սոցիալական կարիքները հոգալու համար։ Երկրորդը գնում է Սիբիր Ռուսաստանի դեմոգրաֆիական կարիքները բավարարելու համար։ Բայց գնում է ելնելով իր սոցիալական կարիքներից։ Բնականաբար, բայց ամեն դեպքում մեկ ոչ թե նույնիսկ իր սոցիալական կարիքներից անհասկանալի պատճառներ, բժիշկներ գնում են Չիտայի մարզ, կներես որ ընդհատեցի, թողելով այստեղ համեմատաբար նույն աշխատավարձն են ստանում, բայց գնում են այնտեղ արդեն մարդու հոգեբանության խնդիր էլ կա։ Զզվում է երկրից, թե իմ մեկ էլ զրուցել եմ, գնացել է Չիտա աշխատելու, մոծակների մեջ, ընդհանրենք այդ ամեն ինչի մեջ, փոշմանած է, բայց դա ասում է արդեն եկել եմ։ Երկրորդ հարցը։ Կոնկրետ հայրենակիցներ ծրագիրը Հայաստանում աշխատում է առանց բավարար իրավական բազայի։ Մասնավորապես, եթե չեմ սխալվում անցած տարի, երբ պաշտոնապես դիմում է ուղարկվել արտգործնախարարություն պարզաբանելու համար, թե ինչպիսի հիմքերով են գործառնում այդ կենտրոնները, արտգործնախարարությունից ստացվել է պատասխան, որ դրանք գործում են 97 թվականի հայ-ռուսական ռազմավարական համաձայնագրի հիման վրա, որը որ ինչպես մի փոքր հետազոտությունը ցույց տվեց, իրականության չի համապատասխանում։ Այն իմաստով, որ 97 թվականի պայմանագիրը կոնկրետ վերաբերվում է Հայաստանում բնակվող այն ՌԴ քաղաքացիներին, որոնք որ ցանկություն ունեն վերադառնալու Ռուսաստան եւ Ռուսաստանում բնակվող այն ՀՀ քաղաքացիներին, որոնք որ ցանկություն ունեն վերադառնալու Հայաստան։ Քաղաքացի գողանալու մասին չէ խոսքը, այո, այո։ Երրորդը հայրենակիցներ ծրագիրը իրականացվում է երաստիճան մակարդակով, այսինքն բարձրագույն ձևը դա ներկայացությունն է, երկրորդը ներկայացուցիչներ, բարձ, հա, երրորդը ժամանակավոր խումբն է։ Այո, իրականացվում է ամբողջ ԱՊՀ-ի տարածքում եւ նաեւ ԱՊՀ-ի տարածքից դուրս, բայց ընդամենը 5 երկիր կա, որտեղ որ այդ ծրագիրը իրականացվում է բարձրագույն մակարդակում, դրանք կենտրոնական Ասիայի երկրներն են, Qırğızstանը, Qırğızstանը, Տաջիկստանը եւ Ղազախստանը չէր։ Եվ եւս մի կենտրոնական Ասիայի երկիր, Լատվիան եւ Հայաստանը։
Այսինքն դա ցույց է տալիս, որ տվյալ երկրները որ դիտարկում են որպես դեմոգրաֆիական ներհոսքի առաջնահերթություն։ Այլապես, ասենք ավելի շատ թվով երկրներում հենց այդ նման բարձր մակարդակով ներկայացված կլիներ այդ ծրագիրը։ Հիմա հարց է առաջանում։ Ամեն ինչը մի կողմ թողած։ Ինչու համար է Հայաստանը նման, ասենք, նման առաջնահերթ թիրախ դեմոգրաֆիական ներկայացում Ռուսաստանի կողմից, երբ որ ասենք ակնհայտ է, չէ՞ որ այստեղ կան ռուսական շահեր կան, հա, ռուսական կապիտալ կա, որը որ պետք է ամեն դեպքում սպասարկվի տեղաբնակների կողմից կներեք այդ գաղութատիրական, հա, այդ բառապաշարի համար եւ այլն, ինչու համար է դա։ Ունեք դուք այդ հարցի պատասխանը ձեր համար, ձեր կարծիքով։ Մեծ հաշվով, որովհետև առաջին հարցի պատասխանը, որովհետև դա մենք թույլ ենք տալիս։ Եթե շատերը ոգևորված են կամ խրախուսում են վարչապետի բանը, հա, հրապարակային արտահայտված դժգոհությունը կոնկրետ ծրագրից, ապա եկեք հիշեցնենք, որ այդ ծրագիրը այնպես չի, որ սկսվել է այդ դժգոհության արտահայտման նախորդ օրը։ Ոչ։ Դա սկսվել է նվազագույնը 2-3 տարի առաջ։ Ասում են 2006 թվականից է։ Ընդհանրապես 2006 թվականից։ Հիշում մենք 2-3 տարի առաջ բողոքել ենք ընդհանրապես այդ ծրագրի դեմ, բլոգերներով էլ ընդհանրեն տարբեր կազմակերպություններով, այդ ժամանակ որևէ արձագանք չկար։ Ինչպես այն ժամանակ բողոքել եք, իսկ հիմա փորձում եք հիմնավորել, որ դա Ռուսաստանն է։ Ես էլ ասացի կրկին, որ յուրաքանչյուր արտագաղթի ձևին եւ պատճառին ես դեմ եմ, որովհետեւ իմ կարծիքով ամեն դեպքում դեմոգրաֆիական խնդիրը մեր ամենամեծ խնդիրն է, ներկապային նույնիսկ կոռուպցիայից արդեն ավելի։ Իհարկե դժգոհել ենք, բայց հիմա ես չեմ սիրում ընդհանրենք երկու երեսանից ձևական ինչ-որ պահեր, էլի, այսինքն երբ որ պետք է հիշել, որ ծրագիրը վատն է, միանգամից սկսում են ասել, վայ, գիտեք, ծրագիրը վատն է։ Չէ, լավ, տարբեր մարդկանց դիրքորոշումները թողնենք մի կողմ, սկզբունքորեն գնահատենք իրավիճակը, մեր երկրի անվտանգության համար պատասխանատու եւ երաշխավոր հանդիսացող մի երկիր նպաստում է, հասկանալի է, որ արտագաղթ կա առանց Ռուսաստանի էլ, բայց Ռուսաստանը ոչ թե փորձում է կանխել դա, այլ նպաստում է այդ արտագաղթին եւ օգտվում է առիթից պետական մակարդակով, դիվանագիտական ժեստի մակարդակով։ Դեր եմ ասում, չեմ ուզում հիմա ինչ-որ Ռուսաստանի դեսպանի տեղից տնեմ կամ Սահակյանցի ծրագրի ղեկավարի, երևի թե իրենցից պետք է հետաքրել, բայց արդեն իմ կարծիքով Ռուսաստանը ելնելով իր պետական շահերից, ինքը ուղղակի փորձում է եւ բացրել լրացնելով, միևնույնն է, քանի որ արտագաղթը կա, նա դա անում է։ Ես կարող եմ ուրիշ բան ասեմ, համեմատած այդ նշված երկրների, որը Արտուրը նշեց, Ռուսաստանը այստեղ բավականին пассив է անցկացնում այդ։ Այստեղ մարդ էլ չկա տանելու դրա համար։ Չէ, բավականին շատ մարդ կա, ուղղակի пассивությունը զգացում է, կամ միշտ այդ ռուսական Բարիս համար թաթալաբազություն են ասում, ինչ են ասում, որ հավես չունեն կամ ինչ-որ ստեղից փաղվող առանձնապշակ գրգռված չի։ Նույնիսկ այդ առումով են անտեսում, հա, Հայաստանին, այսինքն նույնիսկ այդ առումով Հայաստանը ոչ պրոֆեսիոնալ գործ են անում, տեսել եք բավականին շատ հիմնարկներ, սիրում են ընդհանրենք իրենց վրայից այդ պատասխանատվությունը գցեն, այնտեղ ինչ-որ ձևի համար ինչ-որ բան են նշում, այդ ագրեսիվ քաղաքականությունը, որը ընդհանրենք Լատվիայում է նկատվում կամ ընդհանրենք Կիրգիզիայում է նկատվում, Հայաստանում չկա։ Այսինքն չգան, ինչ որ պտիչկայի համար բան գործ են անում, լրացնում են։ Դրա համար ես ընդհանրենք չեմ հավատում, որ Ռուսաստանը կանխամտածված է դա անում։ Էլի եմ ասում, կա հոսք, պատահաբար չի անում։ Արտուր ջան, կա հոսք Ռուսաստան, ես Ռուսաստանի ինչ որ մարդ եմ, միգրացիոն բանի պետն եմ, նախարարության կամ վարչության։ Տենում եմ, որ հոսք կա Ռուսաստան տարբեր երկրներից։ Ավելի լավ չի, ես այդ հոսքերը փորձեմ կառավարեմ, արդեն ես իմ երկրի բացերը փակեմ, քան թողեմ ընդհանրենք սաղ գնան Մոսկվա կամ Կրասնոդար, որտեղ խնդիրներ ունեմ Ուրալի կողմերը, խնդիրներ ունեմ Հեռավոր Արևելքի վրա, այսինքն ես արդեն ինքս որպես պետական մարդ պետք է իմ հարցերը լուծեմ։ Մենք բնականաբար ես հենց սկզբից էլ ասացի, որ ես ընդունում եմ, որ սա ռուսական շահերը սպասարկող քաղաքականություն է։ Ուղղակի մենք հաշվի չենք առնում, որ կա ընդհանրեն green card, որի դեմ չգիտես ինչի չենք բողոքում, կան Կանադայի տեղափոխման ծրագրի բավականին գայթակղիչ պայմաններով, այդքան գայթակղիչ, որ ես ընդհանրեն իմանալու, որ ես Հայաստանը չեմ լքելու, ամեն դեպքում այդ տեստը լրացել եմ, հետաքրքիր է, ես կանցնեի թե չի։ Այսինքն նույնիսկ այդ առաջին պահը, հա, անցա, բավականին հեշտությամբ անցա, բայց մնալ եմ Հայաստանում։ Այսինքն
Այդ ծրագրերի դեմ ինչ որ ձևի պետք է համակարգել բոլոր պետությունները, որոնք ունեն իրենց շահերը, իհարկե ամերիկանն էլ շահագրգռված այստեղից ուղեղով մարդկանց ստանել կամ արեստաբար մարդկանց։ Ну, այստեղ ամբողջ խնդիրը ռազմավարական դաշնակցի պարագան է։ Մենք մեր հույսը դրել ենք այդ պետության վրա եւ այդ պետությունը մեր հետ վարվում է։ Դեռևս իր պարտականությունները կատարում է, այսինքն այդքանով ինչքանով ինքը։ Իսկ մենք դրանով վճարում ենք, այդ պարտականությունը։ Մենք դրանով չենք վճարում։ Դա մեր խելքից է արդեն գալիս, որ մենք թող ես չեմ կարող համոզել մարդուն, որ Գիտեք, այլ եմ ասում, հանդիպել եմ մի քանի մարդու հետ, որտեղ ժամանակին բավականին ծավալուն նյութ ենք պատրաստում, այդ հայրենակիցներ ծրագրում մեր լրատվական գործակալությունն է աշխատում, հավաքում ենք, մարդիկ ինչի են գնում։ Ես կարող եմ ասել, մոտավորապես 80%-ը ընդհանրապես կապված չէր որևէ սոցիալական պայմանի հետ։ Վայ գնամ, թողեմ գնամ Ռուսաստան, կամ ինչ-որ մեկը Ռուսաստանից է։ Մենք նաև այնտեղի սփյուռքը մեր մոտ ոչ գաղափարական սփյուռք է, ես կարող եմ տենց ասել, համեմատած ենթադրենք նույն ԱՄՆ-ի կամ Իրանի կամ Լիբանանի, այնտեղ տնտեսական սփյուռք է, որը ասում է, գիտես, այսինքն ու արդեն այսինքն անգաղափար մարդիկ թողում գնում են, որ բացատրում հարցնում ես ինչի ես գնում, չի կարողանում բացատրել ինքը ինչի է գնում, ուղղակի Ռուսաստան լավ է։ Փողերը շատ լինեն, կգնար Ամերիկա ավելի լավ կլիներ։ Իմ կարծիքով հիմա բավականին լավ է, թե ոնց ավելի մի հատ թարմ հայացքով նայել ես ընդհանրապես լսարանի որոշ հատվածին եմ նկատի ունեմ ավելի թարմ հայացքով մի հատ նայելու ու ամեն դեպքում ֆիքսելու որ մեղմ ասած պարտադիր չի որ չգիտեմ Ռուսաստանի կամ ցանկացած այլ պետություն տվյալ դեպքում Ռուսաստանի շահը քո երկրի շահի հետ համընկնի ու երբ որ դա պետք է արձանագրել դա պետք է հստակորեն բանել ու պետք է եթե պետք է արտահայտվել ու օրնվի այն սահաթի նման իրավիճակներ ամեն դեպքում ասենք հա ինչ անում են մեր հետ հիմա լավ են անում որովհետև չգիտեմ սահմանապահներ կան այս կան այն կան հա չգիտեմ հիմա որոտանի հեկ են ուզում վերցնել մեր վերջի սկզբունքորեն վերջի էներգետիկ հզորությունը հա անկախ բայց կապ չունի որովհետև դրա դիմաց մենք դες պաշտպանում ենք եւ այլն այս հարմար առիթ է այդ ամեն ինչը վերարժևորելու համար ու նկատի ունեցեք իմ ասած իմիջ հակառուսական էլեմենտներ չկան բայց ես տեսնում եմ մետրոպոլիա որը որ փորձում է նեո գաղութատիրական մեթոդներով այդ թվում դեմոգրաֆիական հա մեթոդներով վերականգնել իր ազդեցությունը Հայաստանում եթե նման քաղաքականություն իրականացներ Հայաստանը Մոզամբիկը որի մի մասը եղած լինեինք մենք հա 20 տարի առաջ նույն իմ խոսքը բնականաբար կլիներ Մոզամբիկի նկատմամբ վերաբերմունքը վերարժևորելուն ուղղված բայց հիմա այս դեպքում ունենք կոնկրետ էսա մեր մետրոպոլիան Արթուր Հայաստանը մի քանի մետրոպոլիա ունենք այստեղ աշխատող չգիտեմ ինչի հաշվի չենք առնում որ տարածաշրջանում Ես խոսում եմ սովետական միության իրավահաջորդի մասին, Տիգրանյան, ես մի բան ասեմ, մենք կարող ենք հիշել, որ Ղրիմից հայերին տեղափոխեցին Ռոստով։ Մենք կարող ենք հիշենք, որ Շահաբասը Հայաստանից Պարսկաստանի խոր տեղափոխեցին։ Հայերը համարվում են, չեմ ուզում ասեմ, որ վիրավորում մեր ազգը, լավ գենետիկ մատերիալ, այսինքն իրենք լավ աշխատանք են, ինչ որ բան հումք դեմոգրաֆիական հումք ու բոլոր երկրները տարածաշրջան իրենք դա հասկանում են, որ որտեղ կա հայեր, այդտեղից ինչ որ մի օգուտ հաստատ կլինի։ Դրա համար այսենց կոնկրետ սովետական միության մասին պետք է ամերիկան մետրոպոլիանը տանում, ուզում է ուժեղացնել այստեղ, պետք է պարսկական մետրոպոլիանը, պետք է ընդհանրենք Ռուսաստանի մետրոպոլիան։ Ես էլ եմ ասում, եթե մենք ուղղակի հարցին վերաբերենք այդպես տեսենք, վայ մենակ Ռուսաստանն է այս բանը անում, մենք ոչ մի բանի չենք հասնի, որովհետև Ռուսաստան հոսքը կդադարեցվի, ինչ որ ձևի ասեմ, բայց մարդիկ գնում են, արդեն կսկսեն գնալ Թուրքիա, գնում են արդեն, կսկսեն գնալ Պարսկաստան, կսկսեն գնալ այն երկրներ, որտեղ ենթադրենք միգուցե ավելի ձեռնտու չի եւ ձուլումը ավելի արագ տեղի կունենա։ Արթուր, ինչ պիտի նախ մի բան կոնկրետ վերջի այդ բանման հետ կապված հաստատ համաձայն չեմ։ Մենք վերջերս Ամերիկա ինչ մարդիկ են գնում, ինչ կատեգորիա է գնում, ինչ հետաքրքիր բաներ են, համընկնումներ են լինում, որ տեսնում ես մոտավորապես ինչ տիպի մարդիկ են գնում, ինչ մասնակցություններ մարդիկ են գնում ու ընտանեկան վիճակը ոնց է լինում, այսինքն ինչ որ մի ստանդարտով է արդեն հիմա ընտրվում։ Այսինքն այնպես է եղել։
Green card-ը միշտ եղել է որոշակի ստանդարտային։ Քո տեսակետները երկրորդը բնավ համաձայն չեմ, որ Թուրքիայում ու Իրանում ավելի հեշտ են ասիմիլացում, զուտ են պատճառով, որ բավականաչափ օտար միջավայր է, միշտ ավելի հեշտ է ասիմիլացում դրան, ինչը քեզ ավելի սովոր է։ Երրորդը, ես նկատի ունեի մետրոպոլի ասելով կոնկրետ սովետական միություն, արի չհասնենք ասորաուրարտական շրջան, այն վաղտել են տեղմանություններ եղել, հա։ Ու չորրորդը, ինչի ենք մենք հայրենակից։ Ասենք օրինակ դուք ես հայրենակից համարում ես ասենք չգիտեմ ռուսներին հայրենակից Ջան, ես ինձ համարում եմ 70 տարի ապրած պետության մեջ բավականին երկար մշակութային եւ այլ կապեր ստեղծած ոնց որ ժողովուրդն եւ դրանից կտրվել միանգամից դա շատ բարդ է չէ բառը նշանակում է չէ միևնույն հայրենիքից մենք ու ռուսները տաջիկները կիրգիզները ով ասես ռուսները երևի այդպես են պատկերացնում բայց դու այդ հավասարման մի կողմն է հավասար իսկ հավասարման երկրորդ ես ինձ հայրենակից պատկերացնեմ ես կթողի կգնայի Ռուսաստան ես արել եմ հակառակ ես Ռուսաստանից մարդ եմ ռեպատրիացիա արել ամուսնացել եմ երեխաների նախարարության գործն եմ անում Մարիտուն ծրագիրը հարցը այն է որ նույնիսկ անվանման մեջ կա արդեն այդ ստորացնող երանգը որ մեկը մեզնից չեք պրծնելու դուք ուր էլ ուզում ա գնաք ասենք մենք դուք մեր հայրենակից Արթուր խոսենք այդ պրծնելու տարբերակների մասին Հայաստանը օրինակ հայտարարում է պաշտոնապես որ դեմ է ծրագրին բայց երբ որ հարց են ուղղում թե լավ այդ ծրագիրը դեպքում երբ կդադարի չկա որևէ մեկնաբանություն արդյոք դա քո կարծիքով նշանակում է որ Հայաստանը նույնիսկ այս պարագայում փորձում է Ռուսաստանի հետ բանակցել եւ ինչ որ պայմաններ կամ ինչ որ փոխհատուցում այսպես պայմանավորվել ծրագիրը դադարեցնելու դիմաց Ես նախ այսինքն Ռուսաստանը էլի ինչ որ մի բան կվերցնի որպեսզի ծրագիրը դադարեցնի մի քանի հարցեր եմ այստեղ գազի գինի Նախ եւ առաջ ես չեմ հավատում որ Ռուսաստանը կգնա նրան այն պատճառով որ դա տհաճ նախադեպ կստեղծի այդ ծրագրի շրջանակներում որովհետեւ հիմա պատկերացրեք եթե Հայաստանում չեն ուզում Լատվիայում ինչքան չեն ուզում հա թե որ ծրագիրը շարունակի դա շատ են ուզում ես քեզ իմիջայլոց ասեմ ես նկատում եմ Լատվիայի կառավարությունը ու ասենք այն 60%-ը որը որ ռուսալեզու չի գիտեմ մոտ 60-40-ը չէ հարաբերական շատ են ուզում որ ռուսները գնան շատ են ուզում Okay, ուրեմն ու ցանկացած ուրիշ երկրից, չգիտեմ, Ադրբեջանում էլ կա, երբ Ադրբեջանում չեն ուզում։ Մեր մոտ են նախադեպից բացի որ ցանկանում ռուսալեզուները գնան։ Երկրորդը մեծաշուխ, երբ որ խոսում են դա դրանք խանգարի Ռուսաստանի ներկայությունը տնտեսական Հայաստանում, որը որ ոմանք անվանում են ներդրումներ, բայց երբ որ տեսնում ես նման համապարփակ ներկայություն, բառացիորեն, հա, այդ իմ համար կներեք էքսպանսիա է։ Չի լինում այդպես, հա, ասենք որ ամբողջ երկրով մեկ բոլոր ճյուղերով ներդրում է մեր կամքով էլի մեծ հաշվով բնական է ու երրորդը որը որ հասնում եմ հենց այդ քո ասածին որ մեր մետրոպոլիական պորտալները դեռ կտրված չի այսինքն մենք դեռ չենք կարող ոչ թե հակառուսական քայլեր անենք, եկեք այս պատրաստ եմ անընդհատ դա կրկնել։ Այլ ես պարզապես նստենք ու հասկանանք, որ պահից սկսած է, որ հարցերում են մեր շահերը համընկնում, որ հարցերում չեն համընկնում, ինչ է պետք անել, երբ այդ շահերը չեն համընկնում։ Մենք փաստացիորեն հենց քո բերատորինակն դա հստակ ցույց է տալիս որ մենք փաստացիորեն նման ոչ լիազորություն ունենք, ոչ կամք ունենք, ոչ էլ մնացած ունենք այդ հարցերը լուծում տալու համար։ Մաքսիմում ինչ կարող ենք բարձրացնել այդ հարցերը, այդքան է։ Տիգրան, խոսում են դու խոսում ես Ռուսաստանի շահի մասին, այն որ Ռուսաստանը սպասարկում է իր շահը։ Արդյոք Հայաստանում այդ ընկալումը, որ դե սա Ռուսաստանի շահն է, չի նպաստում նաև այնպիսի դրսևորումներ, ինչպիսին օրինակ ականատես ենք լինում, մենք մի քանի օր առաջ դեսպանը Ռուսաստանի հայտարարեց ընդհանուր որ հայերի ինքնությունը պահպանում է Ռուսաստանը եւ այսօր արդեն ռուսական հեղինակավոր մեկնաբաններ իրենց բլոգներում նույն կերպ են արտահայտվում, որ առանց Ռուսաստանի Հայաստանը կորած է գրեթե բաց տեքստով եւ այդ պարագաներում Հայաստանից որևէ արձագանք չկա ինչու է մասնարարպես քեզ հարցնում դու հայտնի ես ազգայնական այսպես դիրքորոշումներով շատ հարցերի վերաբերյալ բայց այս պարագայում կարծես թե ազգային դիրքերից հանդես եկող շրջանակներում լռություն է որևէ մեկը չփորձեց Ռուսաստանի դեսպանին ինչ որ բան բացատրել որ հայերի ինքնությունը դա ռուսները չեն պահպանում որևէ մեկը չի փորձում ռուսական մեկնաբաններին ասել որ Հայաստանը առանց Ռուսաստանի կորած չէ եւ Հայաստանը
թեկուզ վատ վիճակում, բայց այդքան էլ կամազուրկ եւ չգիտեմ ինչ վիճակում հայտնված ժողովուրդ եւ պետություն չէ։ Չեմ կարող ասել, որ որևէ մեկը չի փորձել կամ ինչ-որ բան անել, պարտադիր չէ, որ ամեն ինչ արվի բաց տեքստով, չնայած բաց տեքստով էլ կարվի։ Չէ, օրինակ նույնասեռական կամ չգիտեմ, համասեռամոլների դեմ էս բազմազանության շքերթների դեմ Ես դες ասեմ, կոշտ դրսևորում, իսկ այս դեպքում գրեթե լրացում։ Ես էլ եմ ասում, նույնասեռական թեման չեմ ուզում առնչվում, ինձ համար հա, ուղղակի բայց բաներ կան, որ համակարգային է, այսինքն նույն Հայաստանի քաղաքական այդ հարաբերությունները ընդհանրապես Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի եւ այլն այդ մի բանը, որ ժամանակավոր բնույթակորում դա ընդհանրենք բազմազանության երթեր եւ մնացած։ Այսինքն դու կարող ես փուշի դեմ մի ձև պայքարես, ուղղակի հանես դեն գցես, բայց եթե դու ունես ավելի լուրջ հիվանդություն, այստեղ արդեն համակարգային մոտեցում է։ Դրա համար պետք չի ասել դու սրա դեմ խես պայքարում, սրա դեմ ոնց ես պայքարում։ Կոռուպցիայի դեմ դու միանգամից չես կարող պայքարել, որովհետև այս դեպքում անտեսանելի պայքար քայլեր կան։ Բացի անտեսանելի, նաև պետք է հասկանալ իրավիճակը ինչումն է կայանում։ Ես կարող եմ տեսել, որ նույն ընդհանուր պետության կողմից արդեն արձագանքներ եղել են։ Հարցը այստեղ այսպեսին է։ Ինչու են սկսել նման բաներ ասել առանց մեզ դուք կորած եք։ Ռուսները մինչև հիմա չեն սովորել, ես էլ եմ ասում, չեմ կարող թաքցնել, որ չեմ հանդիպում եթե մարդկանց հետ եւ ինչ տոք դեկագդայի հետ կապված, այսինքն մարդկանց հանդիպում խոսակցները միշտ լինում են ու փորձում ենք բացատրել, որ դարը փոխվել է, այսինքն այն ժամանակին, որ կենտկոմի ժամանակ, որ մատային թափ տալիս երկրի վրա, հիմա դա չի աշխատում, որովհետև երկիրը կարող է փախնի, ընդհանրապես ժամանակին խոսակցություն կար, չգիտեմ ճիշտ է թե ոչ, որ ԱՄՆ-ի դեսպանը ասել էր Հայաստանում հակարծակի, թող ԱՄՆ-ն հակառուսական տրամադրություններ չանի, հակառակ էֆեկտն է լինելու։ Ասել են, բա ինչ անենք, ասել է հանգիստ թողեք Ռուսաստանը ամեն ինչ կանի։ Հիմա նույն վիճակն է գնում, այսինքն ոչ մեկ չի խնդրում նույն Լեոնտьևին կանգնել ինչ-որ բան ասել։ Եվ ես չեմ համարում, որ ինքը հեղինակավոր մեկնաբան է։ Դա ուղղակի Շևչենկո, Լեոնտьև այդ կատեգորիայի մարդիկ, որոնք ուլտրանացիոնալիզմի վրա փորձում են ներկայացնել Հայաստանում ասուլիսներ են տալիս այդ մարդիկ մեզ Հայաստան տարբեր տիպի մարդիկ են գալիս, պետք չի ընդհանրենք ամեն մարդու վրա ռեակտել, ես ասում եմ հակառակը, որ նաև Ռուսաստանում էլ կարող են տեսել մեր քաղաքագետների ասածները, որոշ բաները Ռուսաստանի դեսպանն էլ է ասել այդ մասին։ Մենք ունենք որոշ քաղաքագետներ, որոնք այնպես են արտահայտում Ռուսաստանի մասին, որովհետև Ռուսաստանը դա լուրջ ընդունի, այստեղ իրը կարող է պատերազմ սկսի Ռուսաստանի ու Հայաստանի միջև, այսինքն Դեսպանը պաշտպանում է իր շահերը։ Դեսպանը ես փորձում ինձ դնել դեսպանի տեղը, պարզ է, որ եթե կանգնում են ասում են քո ծրագիրը պետքա փակենք, հանենք, եսի ինչ անենք, դու պարզ է պետք է պաշտպանես քո ծրագիրը։ Այստեղ արդեն ուղղակի գնում է այն, որ ուզում ես կդվից ասել, որ Ռուսաստանը դեռևս չի սովորել ոնց խոսել երկրների հետ։ Դրա պատճառով ինքը ընդհանրեն կորցրեց Լատվիան, կորցրեց Վրաստանը, հիմա փորձում է կորցնել Հայաստանը, այսինքն այդ դիվանագիտական խաղը Ռուսաստանում դեռևս զարգացած չի։ Մտածում են գազը կանջատենք կամ եսի ինչ կանենք, շանտաժով բան կանենք, կաշխատի, բայց նույն Հայաստանը ցույց է տվել, որ 20 տարվա ընթացքում շանտաժը չի աշխատում, սահմանները փակեցին, շրջափակման ենթարկեցին, բայց ոչ մեկ ոչ Արցախը տվեց, ոչ էլ ինչ-որ այդ գործում առաջ գնաց։ Ադրբեջանցիների շանտաժներ ռուսներին ոնց չէ, ռուսները այնպեսի տպարան, որ իրենք չեն հասկանում։ Գիտեք, ասենց այն ռուսական արջը բավականին լավ կերպար է ընդհանրապես հասկանալու իրենց, էլի արթնացել է, տեսել է վայ, հիմա էլ Հայաստանն է ձեռի տակից գնում, մի հատ թափտամ հետո էլի քնեմ, հետո տեսնում եմ որ բան չի աշխատում, ենթարենք այն անեկդոտի նման այն հին ձևերը էլ չեն աշխատում։ Այսինքն իհարկե պետք է սովորեն, մենք իհարկե պետք է adekvat պատասխան տանք, բայց ամեն դեպքում պետք է չմոռանանք, որ իրոք հիմա դեռևս Ռուսաստանը Հայաստանի համար առաջին մեկ խաղացողն է այս տարածաշրջանում եւ ուզում եմ համեմատեմ Չերչիլի ասացվածքը դեմոկրատիայի մասին, որ ինքը ամենավատն է, ամենավատ միջոցն է, բայց դեռևս լավը չենք ընտրել։ Հիմա Ռուսաստանից լավը դեռևս տարածաշրջանում չենք տեսնում ով է։ Ես մի փոքր փորձեմ ինչ-որ առումով նաև հակադարձել, հա, թեկուզ լրացման կարգով, խնդիրը հետևյալն է։ Ներողություն Արտուր, խնդրում եմ արագ եւ համառոտ, որտեղ ժամանակը սպառվում է։ Հա, ուրեմն խնդիրը իրականում հետևյալն է, որ ցանկացած անայլընտրանք միակողմանի քաղաքականություն լինի արտաքին, լինի ներքին, դա մեծացնում է ռիսկերի գործոնը, հա, եւ մեծ հաշվով ահավոր կարծրացնում ու ոչ ճկունադարձնում քաղաքականությունը։ Օրինակ ինչի են երկրները ձգտում էներգետիկ դիվերսիֆիկացիայի։
հատկային երկրները, որոնք որ ներմուծող երկրներ են։ Ինչ են երկրները ձգտում արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիայի։ Պարզապես, եթե դու անընդհատ մի պարանից կախված ես, դու եթե պարանի հետ ինչ-որ բան լինի, քո հետ էլ անպայման կլինի, ու դա դու որևէ, ասենք, երաշխիք չունես, որ դա քո հետ չի պատահի, դրա համար։ Ֆիքսելով, որ 20 տարի մենք ֆիքսում ենք, որ Ռուսաստանին այլընտրանք չկա փաստացի այս պահին։ Պետք է ստեղծել այդ այլընտրանքը։ Ու այդ այլընտրանքը ոչ թե ունենալու է հակառուսական բնույթ, էլի եմ ասում ես, այլ դա պետք է դա ստեղծված է ծառայելու համար Հայաստանի ազգային պետական շահերին։ Մեր պետական շահերն են պահանջում ունենալ այլընտրանքներ։ Վերջ։ Շնորհակալություն մեր հաղորդմանը մասնակցելու համար եւս մեկ անգամ, բարեկամներ, մեր ժամանակը սպառվեց, կհանդիպենք։